Այսօր 927 ստորագրությամբ հատուկ նամակով ԱԺ էին եկել 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հարազատները, պահանջով, որ իրենց տրամադրեն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը պիտի պարունակի պատերազմի պարտության և կորուստների մեղավորների անունները։ Նրանց մինչ օրս չեն պարզաբանել հանձնաժողովի բացահայտածը ու իրենք չեն հասկանում, առհասարակ ինչու է զեկույցը մինչ օրս գաղտնի պահվում հանրությունից։ Դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 29-ին ենք մուտք արել շուրջ 1000 ստորագրությունով դիմում, ուղղված ԱԺ նախագահին, բայց մինչ օրս դիմումը մակագրած անհետ կորածների ծնողներին ու հասարակական կազմակերպություններին արհամարհել են։ Ամբողջ հայ հանրությունն էլ արհամարհված տեղյակ չէ ինչ է իրականում տեղի ունեցել 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։ Ամենալկտի ձևով մեզ այն առամարանքի վերաբերվում, որ մենք ձեզի ասելու բան չունենք, սա ամեն ինչը գաղտնիք է, ես ուղղակի հարց եմ տալիս, ոչ մեկից չի գալիս, ում գաղտնիքն է, որ պետության գաղտնիքն է, հարգելիներս, եթե դա ամենը 44 օրյան էլ է Արցախում, ըստ իրանց, ըստ մեզ շեշտում եմ անպայման, ըստ իրանց, ով որ ես շենքում, են կողի շենքում, են տակի շենքում, ըստ իրանց դա Արցախը արդեն բանա չէ, անուն ինչա, Ադրբեջանա չէ, հիմա Ադրբեջանի հարց, Ադրբեջանի պետական գաղտնիքը իմ երեխուց կարևոր, հա? Դիմումատուները 2 ժամ շարունակ ԱԺ ընդունարանում նստած են մնացել, սակայն այդպես էլ նրանց հարկ չի համարել ընդունել ԱԺ նախագահը կամ ՔՊԱ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով նախագահում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը և ամբողջությամբ տիրապետում է գաղտնի համարվող զեկույցի բոլոր մանրամասներին։ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է պատերազմի ընթացքում, իսկ եղբորորդին անհետ կորել։ Նա այժմ ուզում է ծանոթանալ զեկույցին, հասկանալու համար արդյոք կգտնի այս 5 տարիների ընթացքում իր մոտ առաջացած հարցերի պատասխանը։ Կրկին ծնողների հանդեպ արհամարանք է ցուցաբերվում։ Ծնողներն ինչքան պետք է սպասեն, սա հանրությանը հետաքրքրող թեմա է, բայց ոչ լսումներ են կազմակերպում կողմերի ներգրավմամբ և ոչ էլ որևէ պարզաբանում են տալիս։ Սա արհամարանք է բոլորի նկատմամբ, զայրացած դժգոհում էին անհետ կորածների հարազատները։ Մենք հստակ չենք շեղվելու մեր եկել ենք այդ պատասխանների հետևից, այդ պատասխաններ պետք է ստանանք, իրանք տարբերակ չունեն, այդ ամեն ինչը ինչ որ քննիչ հանձնաժողով պարզաբանել է, դա պետք է լինի հանրայնացված բոլոր ազգաբնակչության համար առավելից առաջնահերթ ծնող։ Վերջում դիմումատուները ստիպված մեկ անգամ ևս կրկնեցին իրենց նամակ դիմումը, ուղարկելով ԱԺ նախագահին, ով 2 ամիս շարունակ անտեսել էր 927 հոգու անունից ստացված պահանջնամակը։